Եվ այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Օրեր առաջ նախարարի վերադասը Փաշինյանն էր այս նույն կերպ նշանավորում եկող տարվա բյուջեի քննարկումը ազգային ժողովում։ Ապագան մեր ստեղծարարությունից է կախված, ասաց Հովհաննիսյանն ու անցավ պետական պարտքի վերաբերյալ հարցերին պատասխանելուն։ ԿՊԱ-ականները խնդրում էին բացատրել, որ պարտքը վատ բան չէ, տնտեսական ներդրում է, ճիշտ օգտագործելու դեպքում օգտակար։ Վերջի տարիներին ես ինչ հիշում եմ այստեղ ելույթ ունենալուց կամ մեր բյուջեի երամսյակային հաշվետվությունները ներկայացնելուց, ես անընդհատ խոսում եմ աշխատավարձերի աճի եւ անընդհատ խոսում եմ աշխատատեղերի աճի մասին։ Ընդ որում, այդ բոլոր ցուցանիշները գնաճից ավելի բարձր մակարդակում են։ Հայաստանի պետական պարտքը ավելի քան 14 միլիարդ դոլար է, ինչը տարեկան հնայի գրեթե կեսն է։ Ըստ ֆինանսների նախարարի պարտքի չափը կապ չունի, կարևորը վերահսկողությունն է, ասում է, իրենք վերահսկում են։ Պարտքը նաև մի հատ դրական կողմ ա եղել, որ պարտքը չի օգտագործվել ընթացիկ ծախսեր սպասարկելու վրա։ Այսինքն ինքը բացառապես օգտագործվել է կապիտալ ներդրումների իրականացման համար, որը տնտեսության ներուժային տեսանկյունից կշիռը 50%-ին մոտ է։ Իդեպ պետական պարտքից եք խոսում, ավելի քան դոլարային արտահայտությամբ կրկնապատկվել է 7 միլիարդով աճելով, այսինքն նախորդ 7 տարիներին ձեր օրոք պետական պարտքը ավելի արագ աճել, քան տնտեսությունն է աճել, տարեկան շուրջ 1 միլիարդ դոլարով, իսկ բնակչության շուրջ 40%-ը կազմող սոցիալական խմբերի անձանց կյանքը շարունակաբար վատացել է, որովհետև քիչ առաջ էլ ասեցի 17,000 դրամ մեկ անձի կյանքն է թանկացել, իսկ ձեր բարձրացրած թվերն էլ դրանից պատիկներով ավելի ցածր են։ Այս ընթացքում միջանցքում լրագրողների հետ խոսում էր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ամենակննարկվող թեմաների վերաբերյալ հարցերին։ Կարեն Կարապետյանը իրեն փոխվարչապետի պաշտոն առաջարկել է, ինչպես պնդում էր երրորդ նախագահը։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա։ 2018 թվականն էր մտովի վերադարձել Նիկոլ Փաշինյանը իրեն հայտնի փաստերը ներկայացնելու։ Ասում է, որ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկով է եկել իր մոտ ու մերժվել։ Մերժվել են նաև ԵՄ դեսպանները, որոնք իրեն օգնելու պատրաստակամություն են հայտնել այդ օրերին։ Փաշինյանը խոսեց նաև պատարակներին մասնակցելու մասին։ Նշեց, թե որ դեպքում մայրաթոր կգնա։ Իհարկե գնալու ենք մայրաթոր դա։ Երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Անկլավների ճակատագրի մասին խոսակցություններ եւս եղան, ասում է նույնիսկ եթե ոչ հանրաքվեով, բայց դրանց ճակատագիրը ժողովուրդն է որոշելու, թե ինչպես չի մանրամասնում։ Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Ընդ որում իրավաբանների գնահատականն է այս պահի դրությամբ։ Ադրբեջանի հետ բանակցության սեղանի շուրջ արտահայտածն իր հրապարակային խոսույթին չի հակասում, ասում է վարչապետը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության մասով ասում է, ճիշտ չէ բանը, որ խոսքին հղում անել է։ Հիշեցնեմ, Ջեյհուն Բայրամովը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանը խոսելով Ղարաբաղի խնդիրը լուծելու մասին հարցրել էր. ուզում եք ինձ սպանեն։ Վարչապետ Փաշինյանն ասում է, Բայրամովն այդ ժամանակ նույնիսկ դեռ արտգործնախարար չէր։ Փաշինյանը նաև խոսեց բանակցային փաստաթղթերի մասին, ասաց, որ դրանց հրապարակման ժամկետը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ։ Շատ լավ զուգահեռ։ Հեսա որ բանակցային փաստաթղթերը հրապարակվել եւ դուք կարդակեն ինչի վրա ես հղում եմ արել 2016 թվականի ապրիլի առաջարկությունը, 2016 թվականի
հուլիսի կամ հունիսի առաջարկությունը, 2016 թվականի օգոստոսի առաջարկությունը, այս բոլոր հարցերի պատասխաններ Սերժ Սարգսյանի նամակը կկարդաք եւ կտեսնեք բանակցությունները իմիջիայլոց խոսում են ռազմական բալանսի խախտման մասին, որ մեր ժամանակ ռազմական բալանսը խախտվել է, ճիշտ է։ Հիմա դուք, երբ որ այդ փաթեթը հրապարակվի, կտեսնեք ոնց է Սերժ Սարգսյանը իր ձեռքով գրել եւ ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է։ Ինձնից առաջ։ Այս պահին չեմ ասում։ Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց նիստերի դահլիճ, որտեղ ելույթ էր ունենում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հիմնականում պատասխանում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին հարցերին։ Ինչ վերաբերում է հոպի հետ կապված, պարոն Մանուկյան, հոպի այդ մասը ասականների, երբ որ տեսանք մեծ ծավալի, ինչ որ ասեմ բաց թողումներ, անմիջապես քննիչ հանձնաժողովը որոշեց, որպեսզի այդ նյութերը ուղարկի գլխավոր դատախազություն։ Թե ինչ ընթացք ունեցավ, կարելի է նաև հետաքրքրվել հասկանալու համար, որովհետև սպառազինության ձեռքբերումը գիտենք շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ եւ Դավիթ Գալստյանի մասին բոլորս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք եւ կարծում եմ, որ բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին, ով որ տվել է վնաս, պետքա պատժվի օր առաջ։ Պարոն Քոչարյան, Արշակ Կարապետյանի ամենագությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց նայեք, Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը չէր նշանակել։ Բաբկեն Թունյանի կողքին էր նշանակել։ Այսինքն հիմա այնիչում որ մեղադրում են Արշակ Կարապետյանին, դրանից հետո Արշակ Կարապետյանին նշանակել են ավելի բարձր պաշտպանության նախարարի պաշտոնին։ Հիմա դեռ ավելին, այդ ժամանակի գլխավոր շտաբի պետ վերանշանակել են այն մարդուն, որի մասին զեկուցում բավականին բաներ կա, հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, որ գերատեսչություն ասում եմ, եւ բայր այսպիսի արձանագրումներ կա, ասում զեկույցը չենք ստացել։ Հիմա հասանելիությունը մեկ բան է, իսկ պարտադիր ուղարկելը մեկ բան։ Տիկին Սարգսյան, Քոչարյան Անդրանիկին չլսեք գաղտնալսումների հարցով եւ առողջ մրցակցության մեջ խնդրում եմ ԱԾ-ի հետ չմտնեք։ ԱԾ-ի գաղտնալսումները այսենց հայ ժողովրդին արդեն կերակրել են։ Հերիքա։ Խնդրում եմ դուք մնացած կարևոր գործերով զբաղվեք։ Ես մի հատ արձագանքեմ, եթե թույլ տաք։ Գաղտնալսումների մասին օրենք կան թումած։ Դուք ասում եք օրենք խախտենք։ Չեղա, պարոն Մանուկյան, դուք միշտ օրինապաշտ մարդ եք եղել, խեք դες բաներ անում, չի կարելի այդպես։ Իդեպ տարածվեց նաև տեսանյութ Նիկոլ Փաշինյանի եւ Անդրանիկ Քոչարյանի զրույցից։ Ձայնը չի լսվում, տրամադրությունը կարծես թե ուրախ չէ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկրորդ, երրորդ նախագահների հետ բանավեճին։ Մարդիկ դժգոհ են, որ մենք անդադ ռեակցիա ենք տալիս իրանց։ Որովհետև ասում են հալավ, ինչքան կարելի է իրանց հետ խոսել։ Բայց մյուս կողմից եթե անարձագանք թողնենք, այդ մոռացության ֆենոմեն օգտագործելով կասեն դե տեսեք ասեցինք ձեն չանեցին։ Այսինքն իրականում այդ բանավեճի անհրաժեշտությունը եւ պահանջարկը կա եւ իրանց խոսակցությունն է եւ մենակ այդ ժամանակը ավարտվելու, երբ որ դեմ դիմաց գան, խոսեն եւ հանրությունը ի վերջո բոլոր հարցերի պատասխանները ստանա։ Թրիփի երկաթուղին անցնելու է խորհրդային միությունում գործողի տեղով, բայց մնացած ենթակառուցվածքների տեղորոշման մասով դեռ աշխատանքներ են տարվում։ Ճանապարհային քարտեզը հետևյալն է։ Մինչև տարվա վերջ մենք այսպես ասած թղթի վրա պետքա նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետքա համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները։ Բայց կա նաև բայց Փաշինյանին փորձը ցույց է տվել, որ նման պլաններում ժամկետներից շեղումներ են լինում։ Սիմոն Հովանիսյան, Ria Open Media։